Ողջույն բոլորիդ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես սկսում եմ իմ հերթական վլոգը, գնացել ենք նկարները հանելու, ովքեր որ իմ վերջի վլոգը տեսել ենք, հասկանան խոսքը ինչի մասին է, մայրերի տոնի կապակցությամբ դասատուները նկար էին ուզեմ, այդպես մատկին մանկապարտեզից վեկալեցինք ու գնացինք նկարներ հանելու, իհարկե այդ ընթացքում, այդ սպասելու ընթացքում չէինք կարող խանութ չմտնել, ու քանի որ մատկը մեզ հետ էր, մեր գնումները միայն եղան քաղցրի տեսքով, այս կոնֆետից շատ շուտվանից մեկ անգամ գնել ենք ու ես մոռացել էի համի մասին ու այդպես ոգևորված գնեցի, բերեցի տուն, փորձեցի ու հասկացա, որ իմ չսիրելի են կոնֆետն ինքը պատկանում, քանի որ միջուկը մեղրով էր, ես ուշադրությունից չէի դարձրի իր նկարին, որ այնտեղ պատկերված են մեղրը, մեկի մեջ ամբողջությամբ մեղր էր, իսկ մյուսի մեջ մեղրի հետ ինչ-որ մի բան էր եւս խառնած, էլի չհավանեցի, որ շոկոլադը շատ համեղր բան չունեմ ասելու, քանի որ միջուկը մեղրով էր, իսկ ես մեղր չեմ սիրում, այդպես որ չհավանեցի այդ կոնֆետները, ինչ որ է, հիմա խոսքս այդ կոնֆետների մասին չի, մեկ այլ կարևոր թեմայի մասին եմ ուզում խոսամ։ Մինչև ասելիքիս անցնելը, ասեմ, որ այդ ամեն ինչը հիմա ինչ ասելու եմ, իմ անունից եմ խոսում, որ հանկարծ ոչ մի ծնող իրեն չվերագրի, թե ես որպես ծնող, որ հարցում եմ թերացել, կամ ուշադրություն չեմ դարձրել այդ փաստին, կարելի ասել բաց թողի վիճակ ա եղել ինձ մոտ, խոսքս այդ շոկոլադե կոնֆետների մասին է, սալտիկների նաև լինում են կոպեկի տեսքով, այդպես դեպքեր ա եղել, որ խանութից մեկական կամ երկուական այդպես գնել ենք, ոչ շատ քանակությամբ, ու այս անգամ որոշեցի ես ինքս էլ փորձեմ, անկեղծ ասած ինձ գրավեց իրենց տեսքը, դա այդ պատճառը, որ փորձեցի, ու այդտեղ ես շատ կարևոր բան հասկացա, որ ամեն ինչ որ գնում ենք երեխաների համար, միջև երեխաներին հասնելը, այդ պետքա ծնողների կողմից անպայման պետքա փորձարկվի, ու այդպես մենք շատ մթերքներ, իդեպ խոսքս միայն քաղցրավենիքի մասին չի, ընդհանուր եմ ուզում ասեմ, բոլոր մթերքների մասին է խոսքը, որ այդպես խանութում հատուկ գնել են երեխաների համար, որ ասենք սա երեխաների համար նախատեսված է, այն որ մեծերի համար չի, այս հատուկ երեխաների, այն որ ուտելիք էս տվել են երեխաները կերել են ու մենք չենք էլ հասկացել արդյոք դա լավն է, լավը չէ, ու խոսքը ժամկետանցի մասին չի, առհասարակ ինքը ժամկետի մեջ լինի, բայց ընդհանրապես ուտելու բան չլինի, ու ես այդ շոկոլադը փորձեցի հետո հասկացա, չակել տա որ շոկոլադը անպայման այդ ասեմ, հասկացա, որ սրանից հետո ամեն ինչ չի, որ միանգամից տալու եմ երեխաներին, անպայման մի փոքր փորձելու եմ, նոր տալու եմ իրանց, որովհետև լիքը մթերքներ ասում եմ որպես ծնող, հատուկ որ խանութում գնել եմ երեխաների համար, ու այդպես վստահելով, որպես տվել եմ, ու այստեղ խոսքս բացարձակ համի ճաշակի մասին չի, քանի որ երեխեքը փորձում են, ասում են նոմա շատ համեղ է, բայց ես փորձում եմ, ասում եմ, չէ, համեղ չի, դուր գալիս է, քանի որ իրանց գրավում է հենց այդ քաղցրությունը, ինքը բավականին քաղցր էր այդ սալիկը, բայց անկեղծ եմ ասում, ընդհանրապես ուտելու բան չէ, այն որ ուտելուց հասկանում ես, որ շոկոլադի նույնիսկ մի քանի տոկոս չի պարունակում իր մեջ, մի խոսքով այսպես կարճ ասած, ինձ մոտ նշում արեցի, որ այսուհետև ցանկացած մթերք անպայման ես փորձարկել եմ, նոր տալու եմ երեխաներին, անկախ նրանից դա հատուկ երեխաների համար է գնված, թե ոչ, մեզ մոտ արդեն հաջորդ օրն է, առավոտ շուտ լուսնեն ինձանից մի քանի օր կլինի տորտ բրաուն է ուզեմ, եթե նկատեցիք անցած կադրում մենք գնել էինք խանութից 3 փոքրիկ թխվածքաբլիթներին, ու այդպես տեսա ու հիշեցի եմ փաստը, որ լուսեն արդեն երկրորդ կլինի ինձանից տորտ բրաուն է ուզում, նույնիսկ հատուկ դրա համար ինտերնետից գտել է բաղադրել պաղպաղակի, քանի որ գիտի, որ պաղպաղակի հետ են դա ուտում, մատուցում են պաղպաղակով, իհարկե ես ցանկությամբ, երկուսն էլ գրել եմ, մյուս կադրում արդեն ցույց կտամ իր գրած ինտերնետից գտած բաղադրատոմսը, ու բացի այդ էլ ես վերջերս հայկական միած սիթքոմ եմ նայում, որի մեջ լավ գովազդում են դա, ու ինձ էլ հետաքրքիր արդյոք համեղ է թե չէ, ու փորձեցինք, ասեմ, որ համեղ թխվածքաբլիթներ, այսպես հիմա իրենց այնտեղ հանձնարարություն են տվել, տնային աշխատանքներ են անում, ու որ հանկարծ չգան ինձ խոհանոցում չխանգարեն, հիմա արագ ասեմ ինչ եմ անում, առաջի հերթին շոկոլադը պետք է հալեցնենք, մի փոքր էսա ձետ կավելացնեմ մեջը ու կդնեմ միկրոայլիքային վառարանում, կլինի նաև գոլորշուվրեն իրեն հալեցնել, տարբերություն չկա, ինձ մոտ իդեպ ասեմ, որ 3 համի է վեկալել եմ դառը շոկոլադ, ալյոնշկա եւ ալպենգոտ, նախավերջի տորտից հասկացա, որ երեխեքը դառը շոկոլադի սիրահար չեն, դրա համար ալյոնշկայել են վեկալել, որ ինչ որ բալանսի բերենք, իսկ երրորդ շոկոլադը ուղղակի կկտրատեմ եւ կշարեմ բիսկվիտի վրա, այստեղ հիմա ուղղակի աչքաչափով ձեթ եմ ավելացնում, ընդհանուր մեզ պետք է գալու 100 գրամ ձեթ, հիմա այս դնեմ միկրոայքանի վառարանում, որ հալվի, այդ ընթացքում արդեն պատրաստեմ 4 բաղադրիչները, այստեղ ինձ մոտ 2 ճաշի գթալ կակաո է, 1 թեյ գթալ փխրեցուցիչ եւ 180 գրամ ալյուր. Кстати, нам смотри секретный способ. Смотри, вот так вот берешь. Так быстро вообще получается.
Ինչպես հասկացաք, ես արդեն օգնական ունեմ, այստեղ մի փոքր հատված թողեցի, որ հասկանաք ու լսեք, թե կադրից դուրս ինչպիսի ձայներ են գալիս, որ ես ստիպված եմ լինում մեկ-մեկ խոսքս ձայնագրել։ Հիմա ասեմ այդ ընթացքում ինչեր արեցինք, ես 3 հավկիթը կոտրեցի, ավելացրեցի 120 գրամ շաքարավազ, դրան զուգահեռ այնտեղ լուսնեն բանաններ մաքրում, երկուսը օգտագործեցինք խմորեղենի մեջ, իսկ մեկ բանանը թողեցինք դրանով արդեն պաղպաղակը կանենք։ Շաքարավազից հետո արդեն ավելացրեցի մեր հալած շոկոլադը, բանանը, մնացած ձեթը եւ իհարկե 4 բաղադրիչներ, այդպես լավ խառնում ենք, ամենավերջում արդեն կտրատում եմ ալպենգոլտը ու դնում ենք ջեռուցը թխվելու 170 աստիճանի տակ։ Մինչև այնտեղ մեր տորտ բրաունին պատրաստին, եկեք արդեն պատրաստենք պաղպաղակը, ասեմ, որ ամեն ինչ հաճկաչափով եմ անելու։ Մեկ հատ բանանին ավելացրեցի խտացած կաթ եւ մի փոքր սովորական կաթ, այդպես բլենդերը օգնեցավ իրեն լավ հարելիում, հետո արդեն լցնենք ֆորմաների մեջ ու դնենք սալցախցիկում։ Այդտեղ մեր բանանով բրաունին արդեն պատրաստ է։ Այս դնեմ արդեն սալցախցիկում, իհարկե սա արդեն չի հասցնի սարի, որ երեխեքը միասին վայելեն, ոչինչ, իրանց այդ չի խանգարում, իրանք առանձին դա կվայելեն։ Մեր մոտ կրկին անգամ օր է փոխվել, եկել եմ դպրոց, տղուս արդեն տանեմ տուն, իրենց միջոցառումն ավարտվեց, ցավոք սրտի ես չկարողացա մասնակցել կամ ներկա գտնվել միջոցառմանը, քանի որ մարդկս մի փոքր վատառողջ էր, ու այդպես ես չկարողացա գալ դպրոց։ Հիմա այսպես իմ հասանելի նվերները վեկալեցինք ու եկանք տուն։ Այս լուսնեի ձեռքի աշխատանքն է շոտ սիրնա ստացվեց վարդը ներքևատացում գծասամը լուչա մամա, իսկ սա արդեն Արամի ձեռքի աշխատանքն է, մեջտեղի հատվածում գրածը մամատի սամը, իսկ ամեն թերթիկի տակ ինձ հաճելի խոսք է գրած դոբրա, կրասիվա, մի խոսքով զաբոտլիվա, մի խոսքով այդպես տենց հաճելի խոսքեր է գրած։ Դեպ ես աշխատում եմ այդ բոլոր իրենց աշխատանքները, թե դպրոցի, թե մանկապարտեզի պահեմ հատուկ մի հատ sense արկղ եմ վեկալի ամեն մեկի համար, ու այդ արկղների մեջ պահում եմ իրենց ձեռքի աշխատանքները։ Կադրի վատ լուսավորությունից արդեն մեր մոտ պարզ է դառնում, որ երեկոյան ուշ ժամ է, ես կասեի բավականին ուշ ժամ է, բայց երեխեքին ասել եմ միջև իրենց դասերը չավարտեն, իրենց սիրելի այդ քաղցրների ցանկից ոչինչ չեմ պատրաստելու տոնի կապակցությամբ։ Ասեցի միջև ձեր դասերը չավարտեք, ոչ մի քաղցր բան չեմ թխելու։ Ու վերջապես երկուսով ավարտեցին իրենց դասերը ու ես անցա կեքսի պատրաստմանը, որը շատ են սիրում։ Հիմա արագ ասեմ բաղադրիչները, ամենակարևորը բոլոր մթերքները պետք է լինեն տան ջերմաստիճանի։ Ինձ մոտ 4 հավկիթ է, 200 գրամ շաքարավազ, 1 թեյ գթալ սոդա, 2 ճաշի գթալ կակաո, տան ունեի եւ թթվասեր եւ մածուն, այնպես որ ինձ 200 գրամ է հարկավոր, կեսը կավելացնեմ թթվասեր, իսկ կեսը արդեն մածուն եւ մոտավորապես 50 գրամ ձեթ։ Իսկ վերջում արդեն ավելացնելու եմ 250 գրամ ալյուր, խմորը կբաժանեմ 2 մասի, 1 մասի մեջ արդեն կավելացնեմ 2 ճաշի գթալ կակաո։ Թխելու ենք լավ տաքացված ջեռուցի մեջ 200 աստիճանի տակ։ Սա էլ արդեն մեր պատրաստի կեքսերը, որ ի դեպ շուտ պատրաստվում է, շուտ թխվում է, իսկ ամենակարևորը շուտ վերջանում։ Անցած կադրից բավականին երկար ժամանակ է անցել, ես կասեի նույնիսկ մի քանի օր։ Հիմա գնացինք Արամից դպրոցից վեկալեցինք ու ձեռք հետ մտանք խանութ միս գնեցինք, քանի որ վաղ ամուսնուս տարեդասն է։ Հիմա այստեղ ասոնը բաստդմայա դնում, իսկ ես գնամ մտածեմ երեկոյի համար ինչ եմ պատրաստելու։ Մենք ավանդույթ ունենք ասոյ ծննդյան օրը կամ 1 օր առաջ տոնածառն ենք դնում։ Այդպես հիմա գնամ երեկոյի ուտելիքը պատրաստեմ, տանիքից իջացնեմ արդեն տոնածառը ու սպասենք մարդկս գա մանկապարտեզից, որ միասին արդեն տունը զարդարենք։ Որոշեցի ֆունչոզա պատրաստեմ, նամանավանդ երեխեքը շատ են սիրում, բայց այս անգամ ոչ թե կանենք հավի կրծքամսով, այլ խոզի մսով, կտեսնենք վերջի ինչ կստացվի։ Ավելի շատ ոչ թե ֆունչոզա ենք անելու, ճիշտն ասած, ուղղակի որ սպագետին փոխարինելու ենք ֆունչոզայով։ Հիմա ֆունչոզայի վրա լցնում ենք եղածած ջուր ու ամենակարևորը չենք մոռանում աղի մասին լցնում 1 թեյ գթալ աղ, այդպես ավելի համեղ է լինում։ Այս դնեմ մի կողմ ու անցնեմ միսը համեմելուն, կթողնեմ մոտավորապես 8-ից 10 րոպե, մինչև այդ ժամանակն անցնի, արդեն մեր միսը կհամեմենք ու կտապակենք։ Վերջ չկետավոր
Ֆունչոզան Արամիկին ասում Արամիկուտում ես չգիտի ինչ եմ սարքել ասում հա այս չգիտեմ ինչ է ինքը պատրաստ է միշտ ուտելուն դեռ չկա ինչ է Արամարի Ես իրանց լցնեմ լուսնն էլ արդեն տուն եկեմ մնաց արդեն մատկիս մանկապարտեզիքներում Արամի լուսինեին տամ անցնեմ մնացած գործերիս և հիմա տոնացած իջացնենք ու քիչ-քիչ դնենք Չէ Ես դիմա Ջան Արի Ինչ է Դենը Հակպա Իսկ սիրուն Զարդարել են Նոր տարվա համոյրը Ինչ եք նկարել Այսօր ինչ եք նկարել Ուրա քո նմատ Որ մեկն է Կդրոչքի տարել Արի հակնվի Բաբочки Արի դե հակնվի Արի նստի հակնվի գնանք շշտ Չես ուզում Мама, помнишь зеленое? Вот это бэт. Это послание. Мама, а как это получилось? Бояться, бояться, ты ее потрогаешь. Мама, светится, ты будешь проснуться. И прям свет, и тебя будет свет. А это моя пилевочка. Мама, другую соску. Тут размятый. Չկա ուրիշ Հեսա սրանցից լուսել չկա դրանից Нет, больше Այդ իրեք հտնես шишек. Բայց ես պետք է շատ պահացնեմ А откуда эти шишки? Ինչպես որ նորաբա են կարել վայրենի Я знаю. Հա հեսա Ան Լուստեղ արա Նոր ինչ-որ բան են ստեղծում Չէ արամ ներքև են Ինչ է սարքում, բայց դե ուզում են սարքեն Աստեղ արամ Посмотрите, какая. Այստեղ ներքևը Այստեղ Ջան Тут будем подать лампочку. Հա Քիչ մնաց բացեմ այս ճյուղերը բացեմ նոր հետո արդեն շիշկեքը կանենք հետո արդեն լուսը նոր հետո խաղալիքները Հիմա այսպես դզեմ ու հասկանամ որ մասն ավելի սիրում որովհետև քանի գնալով արդեն զգացվում է որ այս տոնածառը ծերանում է մեր տեղը նորմալ չի կանգնում ոնց որ առաջ էր կանգնում եք այս թեքա այս պետք է դզվի չգիտես ինչի թեքվել է պետք է կախացնելա Մարկ այս ինչքան ես տե կախե այս կլիչը չի կախում էսի քոնն է հա քո կլիչն է դա Мама, я приклею.
հաջորդ օրն է արդեն դուրս ուզում եմ ասեմ մանկապարտեզից դպրոցից եկալեցի ասում մտավ տորտ գնի ու գնանք այստեղի տորտերը համական այստեղը ծննդյան տորտը ասոյ կոմից է ինքն է գնում ես չեմ տխել սա հիմա գնաց տորտ ընտրի Լուսեն արդեն տանը մնում արդեն դուրս մանկապարտեզից վերենք բայց դեռ շատ կա երբ չսպասենք իրեն ասուն խորովածականի ինչ եմ ատքիստուն բենք արդեն ամիջ պատրաստ կլինեն լավ անցել դպրոցում Да. Это сейчас все. вот тут на границе Это никак не приклеить. Где? В классе? Լուսեն իրանց դպրոցը դասանը պետք է զարդարեն Мама, դասատին մի քանի բաներ ты вот... Չէ, դասատին մոտ կա մի քանյակ գնեցի մենք էլ կամդացնենք մեր պատուհանին երկուսը երևի կթողնեն մեզ երկուսը լուսնենք տանի մեջը պետքա որ 3 հատ ունի պատճառով ասեց 3 հատ այդպես տան ունեի մի քանյակ բայց քիչ է Ես էլի բուբլիկա ուզե ժապավենը, որ ես մոռացա մտասավեկալեցու ժապավենի մասին մոռացա, բայց տան ունեմ մի քանի ժապավեններ, ուղղակի հաստ են, եթե չեմ սխալվում, բայց դասատուն բարակ ժապավեններ ուզես, գնանք տուն արդեն կնայեմ, ինչ լինի դա կուղարկեմ կամ առանց դրա կգնամ։ Մեկան հենց է լինում, որ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան մոռացած են, երեխաները իրար հետ կիսվում են, կամ մեկը շատ է բերում, որ կարիք չի լինում, մեկը մյուսին են, որ տալիս են։ Տնանք պապանուրա։ Не здесь будет, мама. Արամ գրի Լուսին է Եկ դաս ենք անում արամը վերջացրեց իրա դասերը Նումա կարդալու մի հատ դաս է մնացել Լուսինեին ենք սպասում Լուսին ուր գնաց Լուսին Ինչով ես զբաղված Արի Փոխվեմ ու գնամ արդեն մատկիս տուն բերեմ Արդեն տուն բերելու ժամանակն է մատկիս Սան մեր տոնացածը մտածում եմ, որ շատ խիտ եմ զարդարել մանավանդ լույսերի բան մտածեցի շատ է Երեկոյան ինձ տենց է թվում Որտեղ մի քանի լույս է հաշվեմ ասեմ 1, 2, 3, 4 լույս է Լուսավորություն մի խոսքով շատ է բայց հիմա սենց ցերեկով որ միացրել եմ ոնց որ Նորմալ է, այդքան էլ շատ չի, ոնց է շատ ծանրաբեռնված լիներ, բայց ոնց է հիմա ցերեկով աշկից նորմալ է երևում։ Հա, այսա բերեմ։ Ոսկով էսպես։ Ինձանից սոխու լավաշ եմ ուզում արդեն ասոն սկսել է խորովածնանել, տանեմ սոխն ու լավաշը հասցնեմ, գնամ տղուս բերեմ արդեն։ Я знаю, что они вкусненькие. Արան, դու էլ կուզես շունկ։ Сок вкусненький. Ты сок только ешь? Так, Հա։ Папа! Ինչ ես ուզում, լավ պատկեք չկան, սաղ մաման հավաքել է, չէ, հեսա գնում ենք տունարին։ Горячий. Հա, տակ հարում։ Չէ, հեսա գնում ենք նետ։ Так мало, тут даже нет. Տակ հարամ, չեսնոր։ Мама.
չես անում։ Վերջիկի կես ոչ էսթետիկ տեսանից էլ ձեզ ասեմ հաջողություն, մնացեք լավ, եղեք բարի, միշտ շպտացեք, կհանդիպենք մյուս վլոգներում։